Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Բոլորս էլ սխալվում ենք։ Մենք պետք է վշտանանք մեր մեղքի համար։ Բայց վշտացիր, ապաշխարիր, հաղթահարիր և առաջ շարժվիր։ Հակառակ դեպքում Աստծո հետ ամբողջ ընթացքդ կանցնես ինքդ քեզ վրա զայրացած։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի քեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ ամեն բնագավառում։ Մի եղեք օրինապաշտ Աստծո հետ նվիրատվության հարցում։ Մի հաշվեք այն։ Օգտագործեք ամեն հնարավորություն ինչ-որ մեկի համար օրհնություն լինելու, լինի նրան հաճոյախոսելով, նրա համար աղոթելով, նրան քաջալերելով կամ ուշադրություն դարձնելով նրա ֆինանսական կարիքին։ Իմ աշխատակազմում ես հանձնարարել եմ, որ յուրաքանչյուր բաժնի ղեկավար եռամսյակը մեկ տա այն ծառայողների ցանկը, որոնք իսկապես ունեն լուրջ կարիք։ Եվ մենք ունենք ֆոնդ, որը կոչվում է սերը գործողության մեջ, որտեղ աշխատակիցները կարող են նվիրատվություն կատարել մյուս աշխատակիցների համար։ Այնուհետև, երբ միջոցները չեն բավականացնում կարիքները լրացնելու համար, Դեյվը և ես հոգ ենք տանում մնացածի համար։ Ինչ իմաստ ունի օգնելու ամբողջ աշխարհին, եթե չեմ օգնում ինձ շրջապատողներին։ Ոչ մի իմաստ։ Նայեք ձեր շուրջը։ Լսեք, թե ինչ են մարդիկ ասում։ Աստծո սերը հիմնված չէ այն բանի վրա, թե ինչ ենք անում, բայց եթե իմանանք, թե որքան է նա սիրում մեզ, կցանկանանք անել ամեն բան։ Եվ սա է այն ուղերձը, որ փորձում եմ այսօր փոխանցել։ Հարկ չկա, որ դու անես ամեն բան, որպեսզի ապացուցես, որ սիրում ես Աստծուն կամ համոզես նրան, որ ինչ-որ բան անի քեզ համար։ Պարզապես շատ ժամանակ հատկացրու Աստծո սերն ընդունելու համար։ Ամեն օր ինքդ քեզ հիշեցրու, Աստված սիրում է ինձ, ես յուրահատուկ եմ, ես նրա աչքի բիբն եմ։ Նա ուրախանում է ինձնով, նա երգում է, երբ ես առավոտյան արթնանում եմ։ Այդ ամենը գրված է Աստվածաշնչում։ Եվ կա մի խոսք, որն ասում է, որ մենք պետք է ճանաչենք ամեն բարի բան, որ մեր մեջ է։ Մենք պետք է ճանաչենք ամեն բարի բան, որ մեր մեջ է։ Քանիսը գիտեն դա։ Մենք միշտ ճանաչում ենք ամեն վատ բան, որ մեր մեջ է։ Լսեք այս խոսքը։ Սոփոնիա 3:17։ Սա հրաշալի է։ Քո Տեր Աստված քո մեջ զորավոր է, նա փրկում է։ Նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ։ Նա պիտի հանգստանա լուռ բավարարվածությամբ։ Այժմ լսեք, եւ իր սիրով պիտի լռի եւ չհիշատակի անցյալի մեղքերը կամ նույնիսկ հիշեցնի դրանք։ Եվ պիտի ցնծա քեզ վրա խնդալով։ Երբ ինչ-որ սխալ ես անում և ընդունում ես դա, խոսիր Աստծո հետ դրա մասին, հոժարակամ եղիր շրջվելու դրանից։ Խնդրիր և ընդունիր նրա ներումը։ Եթե շարունակ հիշում ես այդ մեղքը, շարունակ մեղքի զգացում ունես, դա Աստծուց չէ, դա սատանայից է։ Դա սատանայի գործն է։ Կամ էլ այնքան ես խորամուխ եղել դրանում, որ ինքդ ես ստեղծում այդ վիճակը։ Օ, ես մեղավոր զգալու մեծ վարպետ էի։ Ես լավ չէի զգում, եթե չունեի վատ զգացողություն։ Կա մի քանի բան, որ ասում եմ ամեն օր, և հուսով եմ, որ դա սատանային զայրացնում է։ Աստված սիրում է ինձ, նա հավանում է ինձ։ Ես չեմ փորձում լինել գերհոգևոր, խելացի մեկը, կարող եք ասել դա, Աստված հավանում է ինձ։ Նույն պահին սատանան շշնջում է ականջիդ, ինչպես կարող է նա հավանել քեզ, երբ նման բաներ ես անում։ Նա չի հավանում այն ամենը, ինչ դու անում ես։
Բայց նա հավանում է քեզ։ Եվ որքան շատ համոզվես, որ նա հավանում է քեզ, այնքան քիչ սխալներ կանես։ Ենթադրենք դու ունես ինչ-որ կախվածություն և ջանասիրաբար փորձում ես ազատվել դրանից։ Բայց հուսախաբվում ես, որովհետև դա երբեք չի գործում։ Իրականում, որքան շատ ես փորձում, այնքան ավելի ես հուսախաբվում։ Ահա։ Սա իսկապես օգնեց ինձ, երբ Աստված ասաց, որովհետև ես շատ ժամանակ եմ անցկացրել հուսախաբության մեջ։ Երբ Աստված ցույց տվեց, որ մարմնի գործերը հավասարազոր են հուսախաբությանը, ես սկսեցի ուշադրություն դարձնել դրան։ Ամեն անգամ հուսախաբվում էի այն պատճառով, որ փորձում էի անել այն, ինչ պետք է հանձնեի Աստծուն և վստահեի, որ նա աներ։ Ամեն։ Աստված այնքան է սիրում քեզ և նա հավանում է քեզ։ Նա ստեղծեց քեզ իր ձեռքերով քո մոր արգանդում։ Ուզում եմ մարտահրավեր նետել, որ սկսես փնտրել Աստծո սերը քո կյանքում։ Առաջին Հովհաննեսի 4:16-ը կյանք փոխող խոսք էր ինձ համար։ Այն ասում է. «Եվ մենք գիտենք և հասկանում ենք, ճանաչում ենք, ասեք ճանաչել, և գիտակցում ենք դիտարկման միջոցով», դա նշանակում է փնտրում ենք այն և փորձառությամբ և հավատում ենք, հարում ենք, հավատք ենք ներդնում և ապավինում այն սիրուն, որ Աստված ունի մեզ համար։ Սա կյանք փոխող խոսք էր ինձ համար, որովհետև ասում է, որ պետք է գիտակցենք և տեղյակ լինենք այն սիրուն, որ Աստված ունի մեզ համար։ Սա նշանակում է, որ պետք է հետևեք։ Ես նույնիսկ օրագիր եմ պահում և նշում այն բոլոր փոքրիկ բաները, որոնք Աստված անում է ինձ համար։ Բաներ, որոնք գուցե իմաստ չունեն մեկ ուրիշի համար, բայց մեծապես օրհնել են ինձ։ Աստված մի քանի շաբաթ առաջ մարտահրավեր նետեց ինձ և ասաց, որ ես դադարել եմ բարեհաճության համար հավատք ցուցաբերելուց, և այդպես էլ կար։ Գիտեք, երբեմն դուք կարող եք ըստ արժանվույն չգնահատել ինչ-որ բաներ կամ պարզապես ենթադրություններ անել, և Աստված պարզապես հիշեցրեց, որ դադարել էի բարեհաճության համար հավատք գործադրելուց։ Ես մտածում եմ, որ ամեն օր մենք պետք է ասենք. «Ես ունեմ բարեհաճություն Աստծո առջև և Աստված տալիս է ինձ բարեհաճություն մարդկանց առջև»։ Դռնից դուրս մի եկեք առանց ասելու «Ես ունեմ բարեհաճություն ամեն տեղ, որ գնում եմ այսօր»։ Առաջին օրը, երբ սկսեցի Աստծո բարեհաճությունն ընդունել, Դեյվը և ես գնացինք ճաշելու, և մատուցողը մոտեցավ ու ասաց. «Ինչ-որ մեկը ռեստորանում վճարել է ձեր կերակուրի համար»։ Դուք ասում եք. «Դե իհարկե, դու Ջոյս Մայերն ես»։ Ես վճարել եմ մարդկանց կերակուրի համար, բայց նրանք Ջոյս Մայերը չեն։ Նրանք սովորական մարդիկ են։ Չգիտեմ, գուցե չպիտի ասեմ սա։ Ես իսկապես մտադիր չեմ ինքնագոհ թվալու, բայց կարծում եմ, որ սա զարմանալի էր։ Մի օր երեխաներիս հետ գնացի ռեստորան ճաշելու։ Եվ երբ դուրս եկա ռեստորանից ու շարժվեցի դեպի կայանատեղի, ինչ-որ մեկը մեքենայով մոտեցավ ինձ, իջեցրեց ապակիները և ասաց. «Դուք գեղեցիկ եք»։ Այնուհետև հեռացավ։ Գիտեք ինչ եմ ես մտածում։ Նման բաներն ընդունում եմ որպես աստվածային։ Նկատի ունեմ, ով է իր մեքենայի ապակիներն իջեցնում և բարձրաձայն նման բան ասում։ Նրանք գիտեն, թե ով եք դուք։ Գուցե գիտեն, գուցե ոչ, ինձ համար միևնույն է, բայց ես զգացի, որ Աստված էր, որովհետև մենք ռեստորանում զրուցում էինք այն մասին, որ պետք է անել այն, ինչ հավատում ես, որ Աստված ասում է քեզ անելու, և թույլ չտալ, որ վախը տարհամոզի քեզ։ Եվ ինձ թվաց, թե Աստված պարզապես ասում էր. «Ինձ դուր եկավ այդ զրույցը»։ Դուք այնքան կխանդավառվեք, երբ իսկապես սկսեք տեսնել այն ուղիները, որոնցով Աստված ցույց է տալիս իր սերը։ Փոքրիկ ուղիներ։ Փոքրիկ ուղիներ։ Հիշում եմ, տարիներ առաջ էր։ Ես սիրում եմ դդմիկով հաց։ Ես ժամանակ չունեմ եփելու կամ թխելու, իրականում մի քանի տարի առաջ թյուննոսով կերակուր պատրաստեցի, բայց այն այնքան չոր էր, որ չէի կարողանում կուլ տալ։ Կար ժամանակ, որ ես մշտապես ինչ-որ բան էի պատրաստում, հրաշալի խոհարար էի, բայց այնքան ժամանակ չեմ պատրաստել, որ
Հիմա կարծես այդ ամենն անիրական լինի։ Տարիներ առաջ, երբ իրականում շատ զբաղված էի ծառայության գործերով, մի օր տիրոջն ասացի. «Տեր, այնքան կուզեի դդմիկով հաց ուտել»։ Հաջորդ համաժողովին, հաջորդ հավաքույթին, այն ժամանակ ես հավաքույթներ էի անցկացնում Սենթ Լուիսում, մենք դեռ շատ չէինք ճամփորդում։ Ինչ որ մեկն ինձ արթուկի տուփ նվիրեց։ Եվ ես մտածեցի, ինչու են ինձ արթուկ նվիրում։ Բայց տուփի մեջ դդմիկով հաց էր։ Դուք կարող եք մտածել այն, ինչ ցանկանում եք, բայց նման բաները պատահականություն չեն։ Եվ կռահեք, հիմա կա մեկը, որ ինձ համար դդմիկով հաց է պատրաստում ամեն ժամանակ, երբ ցանկանում եմ։ Եթե ցնծած տիրոջով, նա կտա քեզ քո սրտի ցանկությունները։ Ուզում եմ, որ հասկանաք սա այսօր։ Այս առավոտ ես ցանկացա սեր ցուցաբերել ձեր հանդեպ։ Պարզապես ասել, թե որքան յուրահատուկ եք դուք։ Այո, մենք սխալվում ենք։ Բոլորս էլ անում ենք սխալ բաներ։ Մենք պետք է վշտանանք մեր մեղքի համար։ Բայց վշտացիր, ապաշխարիր, հաղթահարիր եւ առաջ շարժվիր։ Հակառակ դեպքում Աստծո հետ ամբողջ ընթացքդ կանցնես ինքդ քեզ վրա զայրացած։ Դադարիր կենտրոնանալուց այն ամենի վրա, ինչը սխալ ես անում, եւ կենտրոնացիր նրա վրա, թե ինչ կարող ես անել ուրիշների համար։ Թույլ տվեք կրկնել. լավագույն միջոցը, որով կարող ես ցույց տալ քո սերը Աստծո հանդեպ, ուրիշների համար ինչ որ բան անելն է։ Գուցե ինչ որ մեկին պետք է ասես, որ նա գեղեցիկ է։ Պատահել է, որ ինչ որ մեկի համար մի փոքրիկ բան ես արել եւ նա ասել է. դու փոխեցիր իմ ամբողջ օրը։ Ձեր կյանքում եղել են մարդիկ, որ ասել են նման բան, ճիշտ է, միթե հրաշալի չէ, երբ կարողանում ես փոխել ինչ որ մեկի օրը, պարզապես ասելով, թե որքան գեղեցիկ է նա, կամ հաճոյախոսելով, կամ ասելով, որ Աստված սիրում է նրան։ Ահա թե ինչի համար պետք է ապրենք։ Ապրել Աստծո համար նշանակում է ապրել ուրիշներին օգնելու, նրանց համար օրհնություն լինելու համար։ Եվ դա պահանջում է չկենտրոնանալ ինքդ քեզ վրա։ Եվ սովորել ապրել անեսապաշտ կյանքով։ Ահա թե ինչ է նշանակում վերցնել խաչը եւ հետևել նրան։ Ընդլայնված Աստվածաշունչն ասում է. վերցրու խաչդ, մոռացիր ինքդ քեզ, մի կենտրոնացիր քեզ եւ քո շահերի վրա։ Դա չի նշանակում, որ երբեք ոչինչ չպետք է անես ինքդ քեզ համար կամ պետք է զոհես ամեն բան, քո բոլոր իղձերն ու ցանկությունները, բայց նաեւ նշանակում է, որ դու կարիք չունես ամբողջ ժամանակ կենտրոնանալու այն ամենի վրա, ինչը սխալ է քո կյանքում։ Աստված իմ կյանքում շատ բաներ սխալ են եղել, բայց շատ բաներ էլ ճիշտ են եղել։ Գիտեք ինչ, ձեզնից շատերի կյանքում կան սխալ բաներ, բայց ճիշտ բաներն ավելի շատ են։ Բայց որքան շատ կենտրոնանաք մեկ կամ երկու փոքրիկ բաների վրա, որոնք սխալ են, այնքան շատ սատանան կուրճացնի դրանք, մինչև որ կզգաք, որ ավելի լավը չեք կարող լինել, եւ դա թույլ չի տա, որ դուք ինչ որ բան ընդունեք Աստծուց։ Եկեք մի քանի րոպե խոսենք շնորհքից։ Շնորհքը չարժանացած եւ անվաստակելի բարեհաճությունն է, որի մասին շարունակ լսում ենք։ Ահա թե ինչ է այն, բայց եթե մանրակրկիտ ուսումնասիրեք այդ խոսքը, ապա այն շատ ավելի լայն նշանակություն ունի։ Շնորհքը Սուրբ Հոգու զորությունն է, որ օգնում է մեզ հեշտությամբ անելու այն, ինչ երբեք չէինք կարողանա անել որևէ պայքարի եւ ջանքերի միջոցով։ Լսեցիք։ Շնորհքը Սուրբ Հոգու զորությունն է, նա շնորհքի հոգին է։ Երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն կընդունեք իմ վկաները լինելու։ Գրված չէ վկայություն տալու։ Գրված է իմ վկաները լինելու։ Դա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է։ Սա ավելի շատ լինելու, քան անելու մասին է։ Ինչ կլիներ, եթե յուրաքանչյուր քրիստոնյա իսկապես դուրս գար աշխարհ եւ լիներ վկա։ Այդպես ավելի շատ հոգիներ կփրկեք, քան եթե թակեք ձեր քաղաքի բոլոր դռները Քրիստոսի մասին պատմելու համար։ Գործ Առաքելոց 1:8-ում չի ասվում, որ երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, դուք վկայություն կտաք։ Այնտեղ գրված է. կլինեք իմ վկաները։ Դուք դառնում եք վկա ամեն տեղ, որ գնում եք։ Գիտեք, կարծում եմ սա հետաքրքիր է, որովհետև մարդիկ չգիտեն, թե ինչ է օծությունը, եւ
Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր չեն ճանաչում ինձ որպես Ջոյս Մայեր, բայց ասում են, ինչ որ բան կա ձեր մեջ։ Այն աղջիկը, որ այս առավոտ օգնում էր ինձ դիմահարդարման գործում, պատմեց մի կնոջ մասին, ասելով, չգիտեմ, թե դա ինչ է, բայց դուք ինձ դուր եք գալիս։ Հասկանում եք, դա Աստծո ներկայությունն է մեր կյանքում։ Եվ այդ ներկայությունը կտա ձեզ բարեհաճություն ամեն տեղ, որ գնաք։ Ամեն։ Ամուսինը ստիպված էր հրաժարվելու գոլֆի փոքրիկ լիգայում խաղալուց։ Երբ ես մտա ծառայության մեջ, եւ դա մեծ զոհ էր այն ժամանակ, որովհետեւ նա սիրում էր շաբաթը մեկ անգամ տղաների հետ գոլֆ խաղալ։ Հետագայում Աստված բարեհաճեց, եւ նա խաղաց գոլֆի լավագույն դաշտերում։ Թույլ տվեք ինչ-որ բան ասել, Աստված մեկ անգամ ասաց. Դու հոգ տարի իմ գործի համար, Ջոյս, ես էլ հոգ կտանեմ քո գործի համար։ Ուստի այսօր ես պարզապես հոգ եմ տանում Աստծո գործի համար, եւ լիովին ակնկալում եմ, որ նա էլ հոգ կտանի ինձ համար այսօր։ Ինչի կարիք էլ ունենամ, նա հոգ կտանի նաեւ քեզ համար։ Շնորհքը զորություն է։ Այստեղ ասվում է փոխելու քեզ։ Այնքան շատ հրաշալի խոսքեր կան։ Հակոբոսի 4:6-ում նա խոսում է այն մասին, որ եթե դու սիրում ես աշխարհը, նման ես անհավատարիմ կնոջ, որն ունի ապօրինի սիրային հարաբերություններ։ Բայց 6-րդ խոսքում ասվում է, բայց ավելի ու ավելի շնորհք է տալիս Սուրբ Հոգու զորությունը այս չար եւ մյուս հակումներին լիովին դիմակայելու համար։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ այն, ինչ կատարվեց ինձ հետ, երբ շուրջ 40 տարի առաջ վերջապես հասկացա, որ միայն Աստծո շնորհքը կարող է փոխել ինձ։ Ես չէի կարող փոխել ինձ, դա կարող էր միայն Աստծո շնորհքը, այնպես որ երբեք մի փորձեք փոխվել։ Մշտապես Աստծուն ասեք. փոխիր ինձ, նա մեր օգնականն է, նա մեր մխիթարիչն է։ Նա միակն է, որ հանդիմանում է մեզ մեղքի համար եւ հավաստիացնում արդարության համար։ Ամեն։ Գիտեք, այս առավոտ ես իսկապես սիրալիր եմ ձեր հանդեպ, սովորաբար ես գալիս եմ եւ ամեն բան իր տեղը դնում։ Բայց ինչպես ասացի, ես զգացի, որ այս առավոտ մի փոքր սեր պիտի ցուցաբերեմ ձեր հանդեպ։ Ամեն։ Եթե ցանկանաք մնալ հաջորդ ծառայությանը, ապա այն մի փոքր ծանր է լինելու։ Ես խոսելու եմ մարդկանց հաճեցնելու հիվանդության մասին։ Այնպես որ եթե ոչինչ չունեք անելու, մնացեք։ Մեկ օրում 2 անգամ եկեղեցի հաճախ է։ Այլևս հարկ չկա հուսախաբվելու։ Եթե կարդաք Պողոսի քարոզը Հռոմեացիների թղթի 7-րդ գլխի 15-րդ խոսքից մինչև 8-րդ գլխի առաջին խոսքը, այն հիշեցնում է մեզ։ Օ, ես ուզում եմ անել այն, ինչ ճիշտ է, բայց չեմ կարողանում, ես փորձում եմ անել ճիշտը, բայց միշտ սխալ եմ անում, եթե այդպես եմ վարվում, դա ես չեմ, այլ մեղքը, որ իմ մեջ է։ Դուք կարող եք կարդալ դա եւ պարզապես մտածել, նա խելագար էր։ Բայց հրաշալին այն է, որ հետո նա ասում է, ինչ խեղճ մարդ եմ ես։ Երբեմն մենք այդպես ենք զգում, մենք կարծես ասում ենք, ես այնքան եմ ջանում լավը լինել, բայց միշտ վատն եմ լինում։ Ով կօգնի ինձ, կա օգնություն ինձ համար, ինչ խեղճ մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահվան մարմնից։ Շնորհակալ եմ Աստծուց, նա կանի Քրիստոսի միջոցով։ Ով կազատի քեզ, նա կազատի։ Ով կօգնի քեզ անելու այն ամենը, ինչ պետք է անես, նա կօգնի։ Եվ մի վերագրիր քեզ ամբողջ վաստակը, երբ ունենաս ճեղքում եւ հաղթանակ։ Շատ լավ։ Հիմա մի պահ լսեք։ Դուք լսեցիք Սուրբ գրային խոսքը փրկության մասին, թե ինչպես եք ընդունում Քրիստոսին։ Եթե դուք այսօր այստեղ եք կամ դիտում եք տնից եւ չեք հանձնել ձեր կյանքը Հիսուսին, ինչու չմեկնեք հավատքի ձեռքը եւ այս առավոտ պարզապես ընդունեք դա։
Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղքի մեջ էինք։ Երբ մեզ համար բոլորովին միևնույն էր, նա մահացավ մեզ համար։ Եվ Աստված ապացուցում է իր սերը մեր հանդեպ այն փաստով, որ ուղարկեց իր միակ որդուն, որպեսզի նա մեր փոխարեն մահանար սոսկալի մահով։ Նա մտածում էր մեր մասին։ Ահա թե որքան էր նա սիրում քեզ։ Եթե չեք ընդունել փրկության այս հրաշալի նվերը, այս առավոտ կարող եք աղոթել այս պարզ աղոթքը։ Դուք ասում եք, դա չի կարող այդքան հեշտ լինել, անշուշտ ես պետք է դուրս գամ եւ ուղղեմ ու կարգի բերեմ ինձ։ Ոչ, ահա հումորը, դու չես կարող ինքդ քեզ ուղղել։ Դու կհուսախաբվես ամբողջ կյանքում, մինչև չընդունես այն, ինչ ձրի առաջարկում է քեզ այսօր։ Այնուհետև այդտեղից կշարունակես քո ընթացքը։ Այդտեղից կսկսես փոխվել։ Դու չես փոխվում սկզբում, նա փոխում է քեզ հետո։ Եթե այսօր այստեղ ես եւ ասում ես. Ես ուզում եմ քրիստոնյա լինել, գիտես թե ինչ է դա նշանակում։ Նշանակում է լինել Քրիստոսի հետևորդ։ Ես ուզում եմ լինել քրիստոնյա, ես իմ կյանքը երբեք չեմ հանձնել կամ լիովին չեմ հանձնել նրան։ Գուցե այսօր պետք է անես դա, կամ գուցե նահանջել ես եւ հեռացել Քրիստոսից։ Ավարտելով ուզում եմ այս առավոտ աղոթել քեզ հետ, եթե սա վերաբերում է քեզ, խնդրում եմ բարձրացրու ձեռքդ եւ թույլ տուր տեսնեմ, թե որտեղ ես։ Հրաշալի է, հրաշալի, շատ լավ։ Ես կխնդրեմ, որ եւս մեկ բան անես, եւ դա չեմ ասում քեզ ամաչեցնելու համար, բայց կխնդրեմ, որ ոտքի կանգնես, եթե իսկապես լուրջ ես տրամադրված։ Ահա թե ինչու եմ խնդրում, որ անես դա։ Եթե դու չհայտնես քո դիրքորոշումն այստեղ այս մարդկանց առջև, որոնք սիրում են քեզ, երբեք չես արտահայտի քո դիրքորոշումն այս դռներից դուրս։ Այնպես որ դու պետք է քո հստակ դիրքորոշումն արտահայտես այստեղ։ Այո, ես ուզում եմ Հիսուսին իմ կյանքում։ Շատ լավ, եկեք միասին աղոթենք այս աղոթքը։ Հայր Աստված, ես սիրում եմ քեզ։ Ես հավատում եմ, որ Հիսուսը մահացավ ինձ համար։ Նա վճարեց իմ մեղքերի համար։ Եվ ես գիտեմ, որ արժանի չեմ դրան, բայց ընդունում եմ Քրիստոսին իմ կյանքի մեջ հենց հիմա։ Եկ եւ ապրիր իմ մեջ, ներիր իմ բոլոր մեղքերը եւ թույլ տուր, որ կրկին սկսեմ։ Ես սիրում եմ քեզ, ես քո կարիքն ունեմ եւ ես գիտեմ, որ դու սիրում ես ինձ։ Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Դարձրու ինձ այն, ինչ ցանկանում ես, որ լինեմ։ Ես հավատում եմ, որ փրկված եմ։ Ես երկնքի ճանապարհին եմ եւ վայելելու եմ իմ ճամփորդությունը։ Ամեն։ Թող բոլորը փառք տան Աստծուն։ Ամեն։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։